հակառակ քայլի։ Որ կարողանամ կքայլեմ։ Ոչինչ։ Հազիվ եմ քայլում, չես տեսնում։ Դու հազիվ չես, հա, այնքան որ քեզ ես թանկացնում։ Մենակ Կողքդ չլեմ վազելով ես Թումեսյանյան։ Ասանք, հա։ Արդեն քո ժամանակն է, որ բնի փախնեմ վրիցդ։ Հալալ չէ, որ ջայել էիր։ Բայց էի թափտալ, կարող եմ վախտել էի։ Հա, բան չասի, պայ է։ Որ ես չթափես։ Չեմ կարա, չէ։ Մենակ նայ ծոցս չլացվի։ Թե չես սևացավ էլ արդեն պրտակ։ Շատ է լավ է թափտալ ես, ապրես լավ էլ թթերա, շատ լավ թթեր են, այնա որ հիմա որ չեմ կարողանում մշակել, սաղ թափվում է, տրորվում է։ Դու չես կարում, ես եմ մշակում, շատ անս կկմճտեմ, հա։ Ուզում ես համպյուրես։ Ավն գոտիտ կնա։ Ահա, սկսվավ։ Տես հլե ինչ եմ բերում, տես։ Տես թութ։ Տես թութ, որտեղ կա բացի մեզանից։ Չէ, մեր թութը լավն է, մեր թութը էլի, տղեկը չես տենում, գալիս են մեր դիցենուտում։ Բասրա արաղը, պահ։ Ուֆ, էլ դուսուս։ Տեղով դեղա։ Սերըտ բրծա։ Բա ինչ հալին ու կարող եմ ինչ մահ պիտի մնա։ Մինչև մահու գերեզման։ Մի օր ծնվել ենք, մի օր էլ բդի մեռնենք։ Որ եկանք ստեղ հիշում ես, ծև թութը էլի փոքր էր, բայց այդ սպիտակ թութը։ Ես եմ պատվաստել։ Հա, կեսը պատվաստեցիր սև, կեսը սպիտակ։ Կեսը սպիտակ, կեսը սև։ Հիմա մի ծառի վրա երկու տեսակ թութ ունենք։ Շատ ծառով ճարար։ Ամենակարևորը, որ փողոցով անցնում է, անտարբեր չի լինում, էլի։ Երեք մեկը անցնում ասեն ցանում, ես նստած եմ, կարելի է երկու հատ թութ փոկել ուտել։ Վայ, ասի բալիկ ջան, թութը երկու հատով չեն ուտում, 12 հատով են ուտում։ Ինչքան ուզում ես քաղաքել, բա ինչի համար ենք դրել։ Հա, բայարգը։ Ասեց շնորհակալություն ու գնաց։ Ծառը որ դնում ես, մենակ քո համար չես դնում։ 4 տեղ ստատերին, երեխեքին, հարևաններին, այնց որ երբեք ծառը մի հոգու համար չի դրվում։ Ապրես։ Հա, անուշլի։ Որ չասեց էլի չեմ հույրասիրում։ Թորներս ալեին որ ուտեին, հիմին նրանք ընդեղ երազում են։ Ոչ, նրանք էլ իրանց տեղն են ուտում, այ քեզ բախում չեն զուրկ մնում։ Ռուսաստանի ինչ միրգ կա, որ ինչ էլ ուտում։ Բա ինչ։ Մայրս կաշվի գործարանում էր աշխատում, դե ես բանակից որ եկել էի, արդեն պետք է ամուսնանայի։ Մայրս ասեց, այ տղա ջան, մեկ ասեց թե նենց ամուսնանալու ես, մենք էլ պետք է բնակարան ստանանք։ Հիմի որ ամուսնանաս երկու սենյականոց կստանանք, եթե չեն ուրեմն մի սենյականոց։ Դու այն էլ հարմար չի լելու էլի մեզ համար։ Ասեց մեր աշխատակիցներից մեկը իրանց հարևաններից մի հատ լավ աղջիկ կա, ասեց մի հատ հələ գնացեք տեսեք։ Առաջ անգամ ամուսինը եկավ մեր փողոցով անցնելով։ Հա, լուր էր հասել, որ լավ աղջիկ կա, ստեղ եկել էին մեր ու տղա տեսնելու։ Ինձ կանչեցին դուրս, որ տեսնեն, ես է դուրս չգնացի, ասի ինչ գործ ունեմ, իմ տան մեջ մարդա թող գա, իմ տանը տեսնի, ես փողոց ինչի դուրս գամ։ Ինքը լվացք էր անում։ Մերս մոտ տեսավ, գնաց մոտեցավ, սենց նայեց, բան։ Մերն էլ նայում է, թե ոնց եմ լվացք անում, ես կոմենկոմը, տենց հավանել էր։ Անձի աշկով արեց, ինքը հավանել է։ Բոլորը սիրունիկ, կլորիկ, մլորիկ, թմբլիկ, ես մի քիչ բծախնդիր եմ այդ հարցում, բայց դե որ տեսա ես էլ հավանեցի։ Շատ գեղեցիկ երիտասարդ էր, ես էլ վատ չէի միջայլոց։ Բայց դե ես ավելի սիրուն էի, քան ինքը։ Հետո մերս ասեց, հա, ինչ ես ասում, ասի վատը չի որ լվացք անում, ուրեմն մաքրասեր է, էլի։ Հավանեցին, հետո պայմանավորվեցին, որ գան տեսակցության։ Հաջորդ օրը եկանք նորից խոսացինք, բան ես կողմենքով պայմանավորվեցինք, ոնց է, ինչ է, երբ ենք գալիս նշան դնել բան։ Հայրս էլ ասեց, թե չէ ես ինչ գործ ունեմ Լեննականը, որտեղ ես որտեղ։
այս կոմենկով մախբերս բանակից նոր էր եկել, ասեց պապ, ես 4 քուր ունեմ, ինձ մի քուր չի հասնում, ես համաձայն եմ, ինչ ես ասում։ Ասի դու ես որ կաս, ինքն էլ ասեց ես եմ որ կա։ Իմ հայական տան անունը Սվետա է, տենց եմ կոչվել։ Իր իսկական անունը Հրուշ է։ Ես էլ մի քիչ գեղարվեստական ռուսական բանի գրուշ եմ ասում։ Մեծ քուրս որ մահացել է, այդ անունը ինձ վրա են դրել, անձնագրով Հրուշ է։ Թե ում պատմին ինչի համար է, դա արդեն դիսկի չէ հետաքրքրել։ Քու հիմնական անուն սա է, ուրեմն վերջ։ Այդ ինձ Սվետան դառավ Հրանուշ։ Հերը խիստ մարդ էր։ Ուր որ գնում էինք, մի հատ պոչ պարտադիր պետք է կպցներ, կարծես թե ես իրանց աղջկան կեր ավրած։ Հա դե գալիս էր գործից կամ դասից վերցնում, գնում էինք այգի, ման էինք գալիս, հետո բերում էր ինձ տուն, ինքը գնում էր իրանց տուն։ Մի օր էլ ասի գնանք մի քիչ ման գանք։ Ասեց հա այս այգին կոչվում է Համբյուրի այգի, ասա ինչ անեմ, ասում ես պետք է քեզ համբյուրեմ։ Դաս գիտես չէ, այգին ինչի համար է։ Ով մտմաստեղ համբյուրվում է պարտադիր։ Այ քեզ բանած, որ այս այգում չլներ չէի համբյուրվելու։ 1962 թվականի մարտի 8-ին նշան դրեցինք, 12-ին ԶԱԳՍ գնացինք, ամսի 24-ին էլ հարսանիք արինք բերինք տուն։ Արդեն հիմնական։ Այդպես ստացվեց մեր ծանոթությունը, մեր ամուսնությունը, ամուսնացանք։ Ունեցանք 3 հատ երեխա, մի հատ աղջիկ, զույգ տղա։ Մեր ամենակարևոր զուգակ դեպությունը գիտեք որն է, որ մի օր ենք ծնվել, մարտի 1-ին, որ ծնունդ ենք անում, մեր երկուսից ծնունդն է։ Ինքը 41 թիվը, 1941, ես էլ 1939 թիվ։ Ահա, դա մեր հիմնական եղած չեղած թագավորությունը։ Հիշողությունները էլ բոլոր դեպքում տանազից սիրուն տղա եմ եղել, կարգի սիրուն աղջիկ ես եղել, հա։ Ինչ իմանամ, ինքը ավելի սիրուն է եղել։ Մեր համմատի ինձ էլ քեզ էլ, ահա, ոնց կարաս։ Այդ շորերը, որ ես էլ հագնեի, ես ավելի գեղեցիկ կլինեի։ Ես էլ մեր ամուսնության առաջին նկարն է, միասին որ նկարվել։ Այսի թանկ բան է։ Ճիշտ է, պսակի շորերով չենք նկարվել, եկեղեցի չենք գնացել, բայց այդ նկարն ենք նկարվել։ Այ, էսի շատ հետաքրքիր նկար է։ Այս նկարը մեր տանը ամեն տարի երեխաների ծնունդն էինք նշում, այդտեղ պապիկը իրան չի կորցնում։ Դեր նշել պետք է, ես էլ նշում եմ, էլի։ Մարտին հիշում ես երեխեքի ծննդյան օրը, որ հավաքվել էին, դու նվագում էիր դաշնամուր։ Ինչ լավ օր էր, ինչ լավ օր էր։ Տղաս երաժիշտ էր, մենք այդ դաշնամուր ունեինք տանը, ամեն գործիք էլ ունեինք։ Պատճառ էր պետք էլի, որ հավաքվեինք ու սկսեինք ուրախություն։ Տես հիշողությունը ինչ բան է, այլ նկարն ինչ բան է։ Նայում ես նորից երիտասարդ։ Նորից հիշում ես անցածը, այսը քո մեծ նկարն է, որ արդեն մեծացել ես։ Չէ, դա ծերության նկար է, դա լավը չկցինյա։ Սա էլ իմ տղայի հետ ենք միասին նկարվել, Արսենս, թավոք սրտի հիմա բացակայում է։ Ես էլ որ մեր երեխաները, հիշում ես, իրանց էլի ծննդյան օրը, ամեն տարի նույն օրը տանում էինք հատուկ։ Ռեգավոր գնացինք կարեցին։ Նկարը լավ հուշեր է, հիմա ճիշտ է հեռախոսով են նկարում, բայց դա այն էֆեկտը չունի, ինչ որ սրանք եթե չլինեին, մենք ինչ պետք է հիշեինք։ Բոլոր նկարներն էլ շատ լավ է։ Բայց ռեքսիս հետ, գիտես ինչ լավն էր։ Ահա, ես էլ բալայից հետ պարելուց։ Ես մեր տանը էր։ Ես այմ ամենալ սիրած նկարա առաջի թորնիկս։ Տղայա 3 հատ ծորնիկա պարգև է։
Անցան քաղցր օրերը։ Ջահել օրերը, անցան ջահել օրերը։ Նայում ես լրիվ երիտասարդությունը։ Բայց մի ակնթարթ որ շորս գալի նայում ես տարիքը բավականին։ Ես 27 տարեկան եմ, 60-ը պահած։ Տենց էլ մնա։ Աստված իշքան կամենա, ինքան կմանամ։ Ես էլ փոքր չեմ, 84 էլ ես եմ։ Հա։ Չէ, ոչինչ, լավ ու վատ օրեր էլ տեսանք, նեղուլային օրեր էլ տեսանք, ամեն ինչը, ոնց ասած, մարդու համար է, պիտի դիմանա ամեն ինչին։ Դիմացել ենք, այլում ենք մեր ծերությունը, ճիշտ է, հիվանդությունը չի հարցնում մեծ ու փոքր գալիս է, բայց Դա բնական է, ինչ կարաս ինչ անես։ Ով կմնա թող գլուխ գովա, տես բան չկա։ Կրկնություն է պետք, կրկնություն։ գիտության մայրն է։ Որ չմոռանանք, Ոյաման, պարով հալներիս, հա։ Ոյ քեզ բան։ Սերը տարիք չի արցնում։ Օհո, Բա չէ։ իսկ խոսք էր։ Դա ժողովրդական խոսք է, խո ես չեմ հնարել։ Խնդացի բենը սպացվա։ Այդքան շատ մի խոսա, վերկած մի հատ կոֆե սայր կխմենք, դու լավ ես կոֆե եփում։ 60 տարի ես քեզ համար կոֆե եփել եմ, հրամցրել եմ, հիմա էլ դու պետք է եփես, ես խմեմ։ Բան չունեմ ասելու։ Խոնար ծառա եմ։ Շատ, քո նման խոնար ծառա։ Մեկ էլ դու ես։ Էլի չանեմ։ Բա, ես որ չանեմ, էլով անեմ։ Եմ որ ասում են զանգակ, բամբակ։ Ինչ զանգակ, մարդուկին մի մարմին։ Եղավ։ Դու իմ վարդն ես, ես քո մեղոն։ Ճիշտ չեմ ասում։ Շատ։ Անցան պայծառ օրերը։ Անցան քաղցր օրերը։ Կարևորը, որ մեր երեխեքին տեղավորել ենք։ Փառք Աստծո, մի քիչ թորներս թամբալեն։ Ուշ են ամուսնանում, բայց ոչինչ։ Ուշ լինի, այդին։ Գիտես ինչ, ամեն մարդ իր ընտրյալն ունի, հələ պետք է մանգան որ գտնեն։ Դա մարդ որ ծնվում է, իր կյանքի ինքն էլ ծնվում է, բայց ինքը պետք է մանգա ու գտնի իրան։ Տես նույն օրն ենք ծնվել, բայց 2 տարի տարբերությամբ։ Ոնց աննգավ այդ օրերը, այդ անձի հետաքրքիր։ Բախտ։ Արորը տևախտվանից է քաշեն։ Բախտը ինձ բերեց քո դուրը։ Ախր չեմ մոռանում են պահա, որ ասիր, ես եմ մեր տուն, արի։ Ոչ։ Բայց խի ես ուշանում։ Քեզանից մի օրինի լավ։ Բայց բան չի եղել։ Ամեն մի հումոր իր քաղցրությունն ունի։ Վերկած կոֆե դիշ, շատ մի խոսա վերկած կոֆե դիշ։ Շատ խոսա։ Չէ։ Խնդրում է։ Այո, խնդրում եմ վերկած կոֆե դիշ, հոգնեցի արդեն։ Անդանից հոգնիր։ Դառն ես խմում, թե քաղցր։ Կիսա քաղցր։ Ամեն օր եփում ես, չգիտես ինձ ոնց եմ խմում։ Ամեն օր եփում եմ, այո։ Գիտեմ, ձեռս վրա է եկել։ Լավ է, որ մեկ կանգնում ես օջախի կողքը, սուրճ ես պատրաստում, զգուշ նայես սուրճին չթափես։ Աշկս վրա նայել։ Պահակ եմ կայնի։ Շատ չերացնես, ինձ կբարձանա կվերցնես։ Անենց ես ասում, ոնց որ առաջի անգամ եմ եփում։ Զգուշ չթափես։ Քիչ լավ, քիչ լցրու։ Խմելի խոյտել փողով չի։ Էսի ամեն օրվա տեղն եղավ։ Ինչ բերեմ, խմորեղեն, ինչ։ Խմորեղեն կա, ոչ մի բան նստի։ Հալա խմի ունձի պատնի։ Շատ համով, ասա ինձ հետո միշտ էլ դու կվես։ Դե դու էլ խմեք։ Ես տակ չեմ խմում։ Ես տակ եմ խմում։ Սառն եմ խմում։ Մի հատ այդ շոկոլադից տուրոտ եմ։
Չի կարելի քեզ շոկոլադ։ Հե՞։ Լավ չես զգում քեզ, խնդրեմ։ Լավ չեմ զգում։ Համաս մեզ չի կարելի հատալիս ես։ Ինչ անեմ, որ ուզում ես, պիտի ստիպած տամ։ Ինձ չի կարելի, ոսկորների համար լավ չի։ Մնացել եմ մի քանի տարի, այսօր եկուցա կպրծնի, էլ ինչ, աշկտ ինչ կտեն մակեր։ Ապրը շնորհակալություն, շատ համով էր։ Ինքը որպես կին ես իրան նկատմամբ հոգատար եմ, ինքն էլ որպես ամուսին, ինքը իմ նկատմամբ։ Ես իր հանդեպ եմ ուշադիր, ինքը իմ հանդեպ։ Մեր մեջ ինչ-որ վեճեր, մեջեր այդքան բան չի եղել, մեծ վեճեր չի եղել, չնայած գիտես, ինձ առանց վեճեր ընտանիքը չի ամրանում։ Դժվարություններ էլ անում, շատ դժվար օրեր ենք տեսել, լավ օրեր ենք տեսել, միշտ ամեն տեղ գնացել ենք, ուրախացել ենք, նենց որ ոչ մի բանից հետ չենք մնացել։ Կյանքա դրված կտա ինձ չի կարող ասել 63 տարի ապրես ու մի անգամ վիճաբանություն կամ խոսակցություն չլինի։ Դա էլ հետաքրքիր չի։ Առանց վիճելու էլ հետաքրքիր չի միապաղաղ կյանքը։ Մեր տատին չեմ անում, ինչ էր պետք, ասեց ինչ քաղաքից առարի էլի ասեց։ Ստեղ արենք չկա տես բան։ Ինչա երրորդ մաս, առա ինչ որ ուզում էր բան, մեկ էլ զանգեց թե որտեղ ես ուր ես հասե, ասի ծերանոց եմ հասե, մնամ թե գամ, չէ ասեց արի։ Դե ինքը տղամարդ է, մի քիչ պիտի իր նազերով գնաս, զիջումը միշտ է գինն է զիջում, պարզ չի։ Երբ որ նեղանում է, համբերում ենք, արդեն հարցերը լուծվում է։ Չէ, մի քեզի։ Ես իմ դեզ գալի խոսացնում է, ոնց ես, ինչ եղավ, անցնում է էլի։ Երևակայի կանանց մեջ դա սովորություն է էլի։ Կանայք են մեծ մասամբ շատ խոսում, ոչ թե տղամարդիկ։ Կարող է ես շատ խոսեմ, կարող է և ինքը շատ խոսի։ Ինձա որ ստացվում է էլի։ Մի օր ասում է մեկը պիտի լռի, մեկը խոսի, մյուս օրը մեկը լռի, մյուսը խոսի, այդպես շարունակ։ Դա բալա զանգակ բամբակ որ ասում է դկինը փափուկ մարմին է, այնա բամբակ է էլի։ Դե շատ խոսացողը, չզիջողը զանգակա, ներողը զիջողը բամբակ է, տեղ է գալի որ ինքն է լռում, տեղ է գալի որ ես եմ լռում։ Սիրել ենք իրար, հարգել ենք իրար, դրա համար էլ այսքան երկար տարի իրար հետ ապրում ենք։ Հարմարվում ենք, էլի հարմարվել ենք, որ այսքան երկար ապրում ենք, թե չէ։ Որ իրար չզիջեինք, պարզ չէ, այսքան երկար չէինք ապրում։ 63 տարի։ Քիչ չի էլի։ Դե մի արդեն մեծացել ենք, որ ասում է ասուտ գողդու ենք ապրում, դա իրականություն է։ Դե ինչ, Աստված ինչքան կյանք տվել է, այդքան պետք է դիմանանք։ Արի, շատ էր երազում հորդ տունը, հորդ տունը։ Թողեմ ստեղ եթամ։ Վատ չի սանի։ Վատ չեմ անի։ Եթե ընդունող ալի։ Հիմա ամեն մարդ իր ընտանիքին է, ընդունում ես ինչ գործ ունեմ ընդեղ։ Դրա գլտունն էլ մարդ կա։ Բարև ձեզ։ Կարելի։ Որ կուրիտ բերել եմ։ Լավ ես արի հոր։ Ասում եմ թողեմ քեզ եթամ։ Ասում եմ դու գիտես էլի։ Ճիշտ ասում։ Թողել եմ իմ վրա, չէ։ Ո՞ր բան ապրես։ Ոյ։ Հիշում ես որ եկաք փողոցում կանգնեցիք, ներս չէիք գար, ասում եք թող ինքը գա դուրսը տեսնենք, հավանենք նոր ներս կմտնենք, չհավանենք նոր չենք մտնի։ Կարող ես սխալ եմ ասում։ Հետո ոնց եկաք ներս։ Դու եկար դուրս։ Տեսանք։ Ես դուրս չեմ եկել։ Անց ասեց արի մեր տունը էսա։ Ինքն էլ տեսավ հավանեց, ես էլ տեսա հավանեցի։ Կարելի ասել սերը առաջի հայացքից։ Ոյ։ Մնացածն էլ արդեն ուտող խմորներ էլ պատրաստ էին այդպես բանի համար, վրաց ձեռնարկեցին այդ գործողությունը։ Հիմի ուզում ես մնաս, թե էլի գաս։ Ոնց կկամենաս։
63 տարի կամեցել եմ, մի ոնց կարող ես պարավալներից չկամենալ։ Հիմա արդեն մնացել են ծերության սերը։ Այո, սերը երբեք չի ծերանում։ Ես իմ սխալս պետք է ուղղեմ։ Քանի տարի անց։ Ես քեզ հայրական տանը թամփյուրել եմ։ Դե եմ ասում, քանի տարի անց շտկես սխալած։ Բոլոր դեպքում մարտիրա սխալը պետք է շտկի։ Այո։ Տենց։ Ահա, էստի հասկացա։ Կարակամ։ Էսի արդեն ուրիշ համբյուրա։ Հա։ Հա։ Կա ինքնա, չկա ինքնա։ Բա որ չսիրեի 63 տարի ոնց կապրեի հետը։ Էս կան երեխեքը, այդ թորները, ծորները, նա կյանք են ինձ համար, էլ սիրելը որն է։ Սիրո արդյունքն են, չէ՞ դրանք։ Ունեմ 6 հատ թոր։ Այն ամենամեծ թորս 32 տարեկան է, Ռուսաստան է ապրում։ 3 հատ ծորնիկա պարգևը մեզի։ Բայց դե ինչ արած, ապարիքով են սիրում։ Հեռախոսով նայ մեկ նրանք էլ պապիկ ջան, մեծ պապիկ ջան, ես քեզ շատ սիրում եմ։ Էտա։ Դե մեկ որ պատահում է գալիս են բան, էլ արդեն իմ աշխարհը արդեն խառնում է սաղիրա, էլ չեմ անում, որին գրգեմ, որին։ Էտա կյանքը, այ էտա մեզի երկարացնողը կյանքը։ Կոտորվեցի։ Ես այսքան երբեի քայլել։ Քո համար հեշտ է, դու լավ ես զգում, ես չեմ կարողանում։ Շատը գնաց, քիչը մնաց։ Մերա, որ քիչը մնաց ինչ։ Հոգնեցի արդեն, չեմ կարող քայլեմ։ Այսքան տանջանքից հետո որ ձուկ չես բռնել։ Իմացի։ Քեզ բռնել եմ Ամերիկայից։ Քեզ ձկնորսի տեղ ես դրի մի հատ ձուկ էլ չես կարող բռնես։ Դու կարծում ես ձուկ բռնելը հեշտ է, հա։ Չէ, ոչ մի բան էլ հեշտ չի։ Գիտեմ թե։ Ու ասեց որ հեշտ է։ Ձուկ որ չլի, քեզ եմ գցելու ջուրը, դրա հարց անեմ, ուրիշ ճար չկա։ Թազա հարց։ Դու արդեն ծերացել ես։ Եղավ։ Կա։ Բայց ծուրասկի հեշտ մտքին էլ չկա։ Ուտեղսկի ձուկ կա, որ ձուկ բռնվի։ Ես ասված թե մեծ ձկներ կա, բան կա, ով այն անում։ Ձկնիկ լող տուր լող արա, դրսի որսը թող արա։ Իչի ջրի հատակը մինչև անցնի վտանգը։ Ահա։ Դե ես փորձանք կա քո գլխին։ Մի լավ մտիկ պիծիկին։ Կարդ է խփել նավորտին, չմոտենաս այդ կարդին։ Ինչ չլսեց ձկնիկը, ինչ չլսեց բկլիկը, հոպ կուլ տվեց նավորթը, կարդը մնաց կոկորտը։ Բա ուր է։ Էդքան ասեցիր երեք։ Լավ չես կծել կարդըտ։ Կպա։ Գեբոր, արի, օգնիր, արի։ Եկա։ Արի։ Ունիկա լուխկով ալը մի հանիտեն անքինս ձուկանո։ Ձուկը ինձ խղճաց։ Սիրունիկը, հա, բա։ Պահ։ Խնդրեմ, նայե։ Պահ։ Բա չէ։ Ապրես գլուխկով ալու տեղ ունես։ Քանի կիլո կլներ։ Էդի 3 կիլոյից ավել է։ Չէ։ Բա ոնց։ Էլա տեսար չես հավատում, ուրեմ, աշկով տեր ուրես չես հավատում։ Իա։ Մի հատ էլ հանի, մի հատ էլ։ Իմ էլ ջրա հարս եմ հանելու։ Հանի աչկս տեսնի։ Հա։ Արի կլի մենակ ճիշտն ասա։ Դու ես շատախոս թե ես։ Տեղ կա դու, տեղ կա ես։ Չէ։ Հա։ Չէ։ Կնանիք են շատախոս։
որտեվ ճիշտ են խոսում, շատ են սիրում խոսել, ճիշտ խոսում են։ Որտեղ տղամարդկանց գլխին այնքան օիններ է քանում, որ ցուսուփուցեն։ Ես էլ նեղած կոտ թե դու։ Դու էլ ես էլ։ Ահա։ Որ նեղանում ես շաբաթներով չեն խոսում։ Դե անկողինը ողջ չլի։ Դե դու ես խոսա։ Իրական բանից երբեք չես խոսապի։ Ես եմ քեզ շատ սիրում, թե դու ես ինձ շատ սիրում։ Կասես։ Ես քեզ եմ սիրում, դու ինձ ես սիրում։ Այնպես որ եթե իրար չսիրենք, այսքան տարի իրար չէինք ապի, այսքան բալանակ չէինք ունենա, այսքան թորներ ծորներ չէինք ունենա, դրանք մեր կյանքն ու ուրախությունն են։ Իսկ հիմի արդեն իշքան մեծանում ես, ավելի է սերը բորբոքվում։ Քաղցրանում է։ Բա ոնց։ Դա չգիտեի։ Դե չգիտես իմացել այդքան տեղը չեմ բացադրել քեզ, այ։ Ով է զանգակ, ով է բամբակ, ասում եմ, տեղ կա, ես եմ զանգակ, տեղել կա ինքը։ Նայած ինչ հարցում։ Դու բարդ ես։ Իսկ ես էլ քո մեղուն։ Բուրում քեզ կաշում։ Փաթուս խայա, բամբակ։ Վայ։ Ես քեզ քո շատ եմ սիրում, որ դու ձեզ կա բալաներ ես բարքիվ է։ Շնորհակալ եմ։ Չէ, վատ։ Ինձ։ Ոյ։ Հալա։ Երկուս էլ ոչ մեծա հարուստ ենք, նույն մակարդակի մարդիկ էինք, այտենց միասին իրար հետ ապրեցինք առեսօր։ Տենակալա վերջը ինչ կլի, ոչ մեկը հիմնական չի, ամեն կերպ աշխատում եմ իրան օգնեմ, չի կարողանում մանգալ կարգին, მე ինչ արած։ Կյանքի գերն տենց է, պարտավոր ես հոգատարություն անես, բնական է, նույնն էլ և ինքը, չես կարա հրաժարվես։ Առավոտները լավ է, որ ես շուտներ եմ կենում, դրսի գործերը վերջացնում, սուրճը դնում, հետո ես եմ վերկենում, ու քեզ հրամցնում։ Բաչ։ Ճահել ենք եղել, ամեն տեղ գնացել ենք, ցավ չենք իմացել ինչ բան է։ Հիմա մի մետր չենք կարողանում քայլում ցավերից։ Ոչինչ, կամաց քայլի։ Կարևորը հիմի է քայլել, թե չէ ինվատ վազվզել ես։ Ես լիճը լողացել ես դու։ Ես չեմ լողացել, բայց այդտեղ շատ եկել ենք համերգների են ժամանակ, նավակներ էինք նստում։ Էդ էլ մեր մոտ լիճն ա եղել։ Բա եկել ես լիճը ոչ չես լողացել։ Օգնեցիր, բայց ջեր ժամանակը չլեր, որ Վազվզեի։ Բա ինչ անեմ։ Ուզես տանեմ քեզի։ Գրկած։ Գրկած, բայ, մի ենքան ես տանդրացել երբ կարամ գրկեմ քեզի։ Եսի մեր երևի վերջի շրջագայությունն էլի։ Ջար ժամանակ իշկան արել ենք, ես էլ վերջաններ։ Ինչ իմանաս, մեկ էլ կարանք, թե չէ։ Են որտեղից հիմա չեմ կարողանում, էլ հետո որտեղից ես կարողանամ քայլեմ։ Մեկ էլ տեսար թազա ջայլացար էլի։ Հա, բայց չլներ։ Որ ջայլանաս, պետք է թաս հորը տուն էլի։ Կգնամ հորս տուն, որ գաս նորից բերես։ Դա քիչ բան չի, 63 տարի միասին ապրելը, արդեն մերվել, շատ ու քիչ սիրել չկա։ Միասին ապրել ենք, միասին հաղթարել ենք ամեն ինչ։ Դա է գեղեցկությունը, դա է քաղցրությունը, ընտանիքի ամրությունը։ Եթե դա չեղավ, իմաստ չունի ապրել։ Այսքան ժամանակ որ ապրել ենք իրար հետ, դրա արդյունքն է, սիրո արդյունքն է։ Թե չէ, ինչ ուզում ես արա հաշիվ չի։